Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Սիրով ողջունում ենք ձեզ Հայաստան ձայնասփյուռի սիրելի ունկնդիրներ։ Եթերում լսիր ժողովուրդ հայտագիրն է։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Այսօրվա մեր թեման վստահ եմ բոլորիդ կհետաքրքրի, քանի որ խոսելու ենք հարսանիքի, ամուսնության, պսակադրության այդ հարցերի մասին։ Հարսանիքի զարգացումը։ Վաղ մայրիշխանության շրջանում հարսանիքները կատարվել են պարզ արարողություններով, որպես ամուսնության սովորության ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հարսանիքը որպես կանոն ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երկուպարով եւ այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են Փեսայի եւ Հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք, խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր եւ այլն։ Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան տեսակարգ, որի մեջ առանձնացվել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։ Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը, գյուղատնտեսական աշխատանքներից հետո եւ տևել 3-ից 7 օր։ Գերադասել են սկսել 5-շաբթի կամ ուրբաթ եւ ավարտել կիրակի։ Կյանքում շատ են հիանալի պահերը, սակայն հարսանիքը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հարսանեկան սովորույթներն ու ավանդույթները։ Հայկական ավանդական հարսանիքները միշտ եղել են ինքնատիպ ու շատ տոնական։ Ժամանակի ընթացքում իհարկե շատ ավանդույթներ փոխվել են, սակայն որոշ բաներ պահպանվել են։ Ուզում եմ նշել, որ երիտասարդները առաջ իրավունք չունեին ինքնուրույն ընտրել իրենց զուգընկերոջը։ Այս որոշումը հաճախ ընդունում էին նրանց ծնողները, որոնք հաճախ փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց երեխաներին։ Այսօր աղջիկները հագնում են ժամանակակից հարսանեկան զգեստներ, իսկ տղաները նախընտրում են դասական կոստյումներ։ Օժիտը փոխարինվել է փողով, տան կամ մեքենայի բանալիներով, իսկ երբեմն էլ հարսանեկան ճամփորդության տոմսերով։ Եվ այսպես Տեր Հուսիկ, ինչպես եք մեկնաբանում հարսանիքի խորհուրդը դուք։ Շնորհակալություն Հայկուի ջան այս մանրամասն պատմական էքսկուրսի եւ նկարագրության համար։ Այո, իսկապես հարսանիքը հայ ժողովրդի եւ առհասարակ մարդկության մշակույթի անբաժան մասն է եւ ես կարծում եմ, որ որքան կա մարդը, որքան կա ներանձնային հարաբերությունները, հատկապես հակառակ սեռերի միջև, այդքան եւ գոյություն ունի հարսանիքը որպես ուխտ եւ դաշինք երկու կողմերի միջև։ Ուրեմն հարսանիքը շատ ուրախալի մի առիթ է, որովհետեւ ստեղծվում է նոր ընտանիք, նոր տուն է կառուցվում, հոգևոր տուն, այսպես ասենք, երբեմն նաև որպես շինություն նոր տուն է կառուցվում հարսանիքի արդյունքում եւ հատկապես հարսանիքի գագաթնակետն ու նպատակակետը միշտ մարդկային մտածելակերպի մեջ եղել է սերնդի շարունակականություն ապահովել, երբ որ երկու հոգի համաձայնում են միասին ստեղծել նոր սերունդ, ապագա, շարունակականություն։ Բայց կուզեմ ընդգծել, որ երբ որ ասում ենք հարսանիք բառը, թեև դա կարող է մի քիչ թվալ ավելի նեղ մասնագիտական, այն ավելի լայն ընդգրկում ունի, քան բուն եկեղեցական ծիսական արարողությունը, որը շատ հաճախ անվանում ենք պսակ ամուսնության։ Այսինքն հարսանիքի նպատակը ամուսնությունն է, երկու առանձնյակների, երկու անձերի անհատականությունների ամուսնությունը, որը պսակադրվում է, թագու պսակի է արժանացվում եկեղեցական ծիսակարգի միջոցով։ Հենց այս ծիսակարգն է, որ մտայնության մեջ համարվում է խորհուրդ։ Ինչու եմ շեշտում խորհուրդ բառը, մի փոքր սա ավելի նեղ եկեղեցաբանական հարց է, բայց շատ կարևոր է, որ մեր ունկնդիրները իմանան, որովհետև խորհուրդները եկեղեցական պատկերացման մեջ այն ծիսապաշտական արարողություններն են, որոնց միջոցով Աստված ներգործում է անհատի կյանքում։ Եվ պսակ ամուսնությանը համարվում է հենց խորհուրդ, այն ինչ որ եկեղեցում են կատարում կամ շատ հաճախ անվանում են եկեղեցու արարողություն, եկեղեցական կարգ, եկեղեցական ծիսակարգ, պսակի ամուսնության խորհուրդն է, որի միջոցով Աստված տալիս է իր օրհնությունը զույգերին միասնաբար ստեղծելու իրենց ընտանիքը, տունը եւ սերնդագործելու։ Իրեւ հետաքրքրական է մեր ժողովրդի մեջ կա
արտահայտություն, ասում են այր եւ կին մեկ մարմին, որը տիպիկ աստվածաշնչյան արտահայտություն է, որովհետեւ Աստվածաշունչը մեզ բացատրում է ինչով է Աստված մասնակցում պսակադրության խորհրդին։ Աստված երկու առանձին մարդկանց անհատականությունների միացնում է։ Սուրբ Գիրքը մի քանի տեղ ասում է երկուսը կլինեն մեկ եւ այդ մեկը անբաժանելի միություն է Աստծո կողմից ստեղծված։ Ուրեմն խորհուրդը ապահովում է այս միասնությունը տղամարդու եւ կնոջ, այր եւ կնոջ, որով եւ պսակը դառնում է ամբողջական, հարսանիքը դառնում է կատարյալ, իսկ ընտանիքը լինում է Աստծո կողմից օրհնված։ Եվ ավելի ուժեղ։ Եվ ավելի ուժեղ, այո։ Իսկ եթե մենք խոսենք մեր հայկական իրականության մասին, գիտենք, որ հարսանիքները, ընտանիքները կազմում են բնականաբար ոչ միայն հայերը, այլև աշխարհի բոլոր ժողովուրդները, բայց մենք հայերս արդյոք մի քիչ առանձնահատուկ վերաբերմունք չունենք հարսանիքների հանդեպ։ Որպես հին ժողովուրդ, որը իդեպ ունեցել է թե հեթանոսական անցյալ եւ թե քրիստոնեական ներկա արդեն 2000 տարի, մենք կարող ենք որոշակիորեն առանձնանալ աշխարհի շատ ժողովուրդներից, որովհետև ունենք դարերի խորքից եկած ըմբռնումներ հարսանեկան, դες դու ինքդ շեշտեցիր, որ Հայաստանի տարբեր շրջաններում ազգագրական տեսանկյունից հարսանիքները տարբերվում են, մշակութային ենթատեքստեր եւ արտահայտչաձևեր ունեին, դա վերաբերում են նաեւ թե հագուստին, այսօր հագուստը ինչպես իր համատարած օրինակի համար ճերմակ հարսանեկան հարսի զգեստն է, չնայած կան մարդիկ, որոնք փորձում են ավելի ոչ հայերեն բառացած էքստրավագանտ Երևանու համար նորություններ ներմուծել, բայց մեր պատմական շրջանում, չգիտեմ, Վանի հարսանեկան զգեստեր եւ Կարինի հարսանեկան զգեստները Էջմիածնինը եւ, չգիտեմ, Գյումրու Շիրակի շրջանի զգեստերը տարբեր են միշտ եղել։ Այսօր մի օրինակությունը որքանով է լավ, որքանով վատ տակ թողնենք մշակութաբաններին եւ ազգագրագետներին, բայց այն, որ մենք հատուկ վերաբերմունք ենք միշտ ունեցել հարսանիքին եւ համարել ենք մարդու կյանքի ամենակարևոր իրադարձությունը, չէ, իրադարձությունն է, որովհետև դա թերևս մարդու կյանքում միակ իրադարձությունն է, որ մեկ անգամ է։ Երևի ծնվելուց հետո։ Ես չգիտեմ ինչի մտածեցի գնացի երեխաների ծնունդը, որ որպես կարևոր, բայց հա որպես բացառիկ, խանգալիա, որ մի անգամ լինի։ Անշուշտ, որպես բացառիկ արարողակարգ ինքը կամ մշակութային, այսպես հասարակական, սոցիալական ինչ-որ երևույթ, ինքը բացառիկ է մարդու կյանքում, մեկ անգամ է տրվում։ Հին ժամանակները առավել եւս, որովհետեւ սոցիալական ճնշում գոյություն ուներ եւ դժվար էր պատկերացնել երկրորդ անգամ մարդը, որ ամուսնանալ, դա մի տեսակ խարազան կարող էր նկատվել։ Ասածս ինչ է, որ այո, մենք հայերը շատ մեծ կարեւորություն տվել ենք եւ այսօր է տալիս ենք եւ միշտ փորձում ենք հարսանեկան օրը դարձնել շքեղ, հարսանեկան օրը դարձնել ավելի հիշատակելի, կազմակերպել ամենայն մանրամասնությամբ եւ շատ հաճախ այդ մանրամասնությունները բծախնդրորեն ենք փորձում իրականացնել, դրանք համարելով ընտանիքը կազմելու համար կարևոր նախապայմաններ։ Դա անշուշտ շատ գովելի կողմ է, բայց իմ անձնական դիտարկմամբ հիմնականում վերաբերում է հարսանեկան ավանդույթների, ադատների արտաքին կողմին։ Շատ հաճախ չկա ներքին կողմ, չի հարգվում ներքին բովանդակությունը եւ շատ հաճախ անգամ նորապսակների մտքով չի էլ անցնում, թե ինչու են իրենք օրինակի համար սա եկավ մտքիս մեղր եւ ճաշակում եւ հաց ճաշակում կամ աղ ու հացով են իրենց դիմավորում, կյանքները քաղցր լինի։ Ենթադրենք թե, բայց դրա տակ կարող է մեզ շատ ավելի խոր իմաստաբանական մի խորք, որը շատ ավելի կարևոր է ենթագիտակցության եւ առասարակ գիտակցության համար։ Այս տեսանկյունից պիտի ասեմ, որ այո, մենք շատ լավ վերաբերմունք ունենք հարսանիքների արտաքին ծիսական ձևական կողմին, բայց մի փոքր անտարբեր վերաբերմունք ունենք դրա ներքին կարևորության։ Բայց մենակ հարսանիքներին սա չի վերաբերվում, սա մի քիչ գլոբալ մեզ ընդհանուր վերաբերվում։ Կարծում եմ սա նաեւ միայն հայերին չի վերաբերվում, համաշխարհային խնդիր է, մակերեսայնությունը եւ արտաքինի։ Մակերեսայնությունը այսօր դառնում է մի տեսակ տրենդ, կար ոչ հայերեն ենթամշակույթ, որովհետեւ այն փորձում է գրավել մշակույթի տեղը, բայց երբեք չպիտի կարողանա, մշակույթը շատ ավելի խորքային կարևորություն ունի։ Մի բան ավելացնեմ, որ ամեն դեպքում ինչքան էլ բոլոր հարցերը վերջին տարիներում ինչքան ամեն դեպքում իմ կյանքի ընթացքում ես եմ
տեսել, սպիտակ են հագնում, բացի են հատուկ դեպքերից, որ ցանկանում են տարբերվել, բայց այս վերջին ժամանակներում հայկական տարազով են շատ ուշադրություն է դարձնում, որ շատ հաճելի է։ Դա եւս տարբերվելու ձև է։ Հա, համաձայն եմ, բայց լավ կողմով։ Անշուշտ, շատ գովելի կողմ է դա, շատ գովելի եւ իմ ասածին գուցե կհակասեմ հիմա նրանք ովքեր որ փորձում են այսպես ազգագրական ենթատեքստ տալ կան հատուկ ես ունեմ ընկերներ որոնք կազմակերպում են հատուկ այդ տեսակի հարսանիքներ ուսումնասիրում խորանում են մինչև թե ասենք եթե ընտանիքը մշեցի էր մշի տարազը ինչպիսին է եղել ավանդույթների փորձում են վերականգնել այս դեպքում տեղի ունենում հակառակը այսինքն այդ մարդիկ փորձում են շրջանցել միայն արտաքինը եւ խորանալ նաեւ ներքին իմաստի մեջ, որովհետեւ որը տանում է դեպի ակունքներ, տանում է դեպի հարսանեկան իրականության ճիշտ ընկալումը եւ հետաքրքրական է որ դրանով նաեւ որոշակի կրթադաստիարակչական միջոցառում են անում իրենց հյուրերի համար, ներկաների համար, ովքեր որ իհարկե բացատրում են, տեղեկացնում են, սովորեցնում են ճաշակ են թելադրում ի վերջո երաժշտության հայկական ավանդական է տեսենք։ Մի օր միգուցե երաժշտության մասին էլ կհասնենք, կզրուցենք։ Ես միայն մի նրբություն առանձնացնեմ, մոռացա ասելու կարևորությունը։ Ինչքանով է եկեղեցին կարևորել հարսանեկան իրականություն, չեմ խոսում միայն պսակի խորհուրդը։ Պատկերացրու որ դարերի խորքից եկեղեցին վերցրել է այն գաղափարը, որ հարսը եւ փեսան օրվա թագավորը եւ թագուհին են։ Հա, ճիշտ է։ Պատկերացնում ես, այսինքն եթե մարդիկ իրենց կյանքում մեկ անգամ տեսել էին այն արշակունիներին կամ բագրատունիներին, այդ իրենց շքեղությամբ, իրենց թափորներով անցնելուց եւ այլն, այդ օրը եկեղեցին հարսանեկան ժողովուրդ ասում են դուք էլ մեր թագավոր թագուհին եք, թագավոր թագուհի երգերել ունենք այդպես հատուկ չէ, եւ ուրեմն մեծարել են օրվա հերոսներին իրենց մարգամախտելով անշուշտ արքայական կյանք։ Շատ սիրուն է։ Այո։ Եվ դրա համար եկեղեցում կա նաեւ թագադրման ծեսը։ Չէ՞ որ հարսանիքի ժամանակ հարցի է փեսա գլխին թագեր են դնում, որոնք ուրեմն այդ իրենց թագավոր եւ թագուհի լինելու խորհրդանիշերն են։ Շնորհակալություն։ Շատ սիրուն ու հետաքրքիր պատմություն է իրոք առանձնապես թագադրման պահը, որ ես մանրամասն չգիտեի։ Շնորհակալ եմ։ Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում եւ արդիական հարցերի ու դրանց հոգեվոր պատասխանների շուրջ զրուցում ենք մենք Ես Հայկուի Դանիելյանը եւ Տեր Հուսիկ Քահանա Սարգսյանը Շահվեի Սուրբ Նշան եկեղեցու հոգեվոր հովիվը։ Զրույցներին կարող եք հետևել յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ կրկնությունները Կիրակի օրերը ժամը 13:00-ին։ Շարունակենք։ Այո։ Ուրեմն իմ հաջորդ հարցը ինչքանով է կարևորում հայ մարդը հենց եկեղեցական ծեսը։ Իմ կարծիքով բավական բարձր նիշ կարող ենք տալ այս կարևորությանը հատկապես Հայաստանում, հատկապես որտեղ աշխարհիկացման ճիրանները դեռ չեն հասել հայ ընտանիքին, այնպես ինչպես որ կարող ենք դա ականատես լինել օրինակ Եվրոպայում, սեկուլարիզմի եւ այլ տեսանկյունից։ Պարզ համեմատության համար Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը նախ անցնում է եկեղեցական պսակադրության արարողությամբ, ապա նոր մտածում է քաղաքացիական ամուսնության կամ զաքսավորման մասին։ Ինչը օրինակ պետական մակարդակով հակառակն է եվրոպական երկրներում։ Պարտադիր նախ պետք է լինի քաղաքացիական ամուսնությունը, ապա եկեղեցում իրավունք չունեն, ինչքան գիտեմ այստեղ Ֆրանսիայում։ Այո, նախ պետք է լինի քաղաքացիական ամուսնություն օրինական կարգով, ապա պետք է լինի իրավունք կա նոր կատարելու եկեղեցական ծիսակարգը։ Եվ դա վերաբերում ոչ միայն քրիստոնյաներին, այլ նաև այլ կրոններին։ Դա պետական համակարգի կողմից, այսպես ասած, պարտադրանք է, որը կարող է երբեմն ազդել նաև մարդկանց գիտակցության վրա, ըմբռնման վրա, կարևորությունների, առաջնահերթությունների, բայց փաստը որ հայ մարդու մտքի մեջ եկեղեցով անպայման անցնելու պարագան շատ գնահատելի եւ կարևորվում է։ Կարևորվում է, այո, բայց մյուս կողմից որպես հոգեվորական, երբ որ շփվում ենք զույգերի հետ, աշխատում ենք իրենց հետ կամ հենց ներկայանում են իրենք հարսանիքին, իհարկե միշտ փորձում ենք նախապես իրենց հետ ծանոթանալ, հանդիպել, բացատրողական եկև կրթական որոշակի աշխատանք տանել, նկատելի է, որ նորից արտաքին կողմը շատ ավելի ուժեղ է, քան ներքին կողմը, քան ներքին մղվածությունը կամ այդ հարսանեկան դետալների խորհուրդը հասկանալը
ընտանիքի մասին հոգևոր պատկերացում ունենալը դա մի քիչ մարդկանց համար շատ ավելի երկրորդական է համարվում, քան այդ օրը օրինակի համար եկեղեցում ծաղիկներ կարող են դնել կամ չդնել, կամ մտնելուց տղամարդը աջ կողմը պիտի լինի թե ձախ կողմը, ընտանիքի հարազատները եկեղեցում աջ կողմ են նստելու թե ձախ կողմը։ Այսպիսի հարցեր մեզ հոգևորականների հանդիպումների ժամանակ ավելի շատ են տրվում, քան օրինակի համար դեր հայր ինձ հետաքրքրում է օրինակ բանի ծիսակարգի վերջում ինչի են գինին խմում, ինչու ենք մեկ բաժակից խմում, ինչու են մեր գլխին նարոտներ կամ թագեր դրվում, ինչու ենք մենք պատասխանում Տեր եմ եւ մյուսը պատասխանում հնազանդ եմ, հա։ Չէ, այդ պահով շատ են խոսում վերջին։ Քննադատաբար գուցե, հա, երբեմն անգամ խնդալով, չհասկանալով։ Հա, ավելի շատ հումորային, որ ասել ես Տեր եմ, դե ուրեմն Տեր է, ասել ես հնազանդ եմ, ուրեմն վերջ, ուրեմն հնազանդ ես։ Գուցե, բայց քահանաների հետ այդ հարցը չեն քննարկում։ Ուզում ասել հոգևոր խորքի մեջ մտնելու ձգտումը նորից շատ նկատելի չի, ավելի մակերեսային ծիսա ավանդապաշտական այդ երևույթները շատ ավելի են կարևորվում մարդկանց մոտ, քան հոգևոր խորքը, որը իրականում շատ կարևոր է։ Դե ամեն Բայց անշուշտ շատ գովելի է, որ հայ մարդը դեռ ձգտում ունի իր ընտանեկան միությունը, ամուսնությունը ճակերտորը ասենք օրինականացնել ամեն բանից առաջ Աստծո տան մեջ, Աստծո շուքի տակ կամ Աստծո օրհնությամբ։ Շնորհակալություն, մի այսպիսի հարց առաջացավ, քանի տոկոս sense ասած ձեր ամուսնացրած զույգերից են, երբ որ ինչ որ խնդիր է առաջանում, հենց գան ասեն Տեր հուսիկ, դուք մեզ ամուսնացրել եք, հա, հարսանիքը դուք եք պսակադրությունն արել, այսպիսի դժվարություն կա։ 1-2% մոտավոր հաշվարկով, 1-2%։ Սրա մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու, կարծեմ։ Կխոսենք էլ։ Պատճառներից երևի թե մեկը այն է, որ մարդիկ կարծում են, որ իրենք ամեն բան ինքնուրույն կարող են հաղթահարել կամ կարող են հաղթահարել իրենց մերձավոր շրջանակի օգնությամբ, իսկ հոգևորականին համարում են ավելի հեռավոր շրջանակ։ Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ քահանայի անձի հանդեպ վստահություն չունեն։ Եվ երրորդ պատճառ կարող է ընդհանրապես իրենց մտքով չանցնել, որ հոգևորականը, որ դարձել է իրենց ընտանիքը կառուցելու կամ հոգևոր ընտանիքը հիմնադրելու ուրեմն մասնակից մեկը, կարող է իրենց խորհրդով եւ Աստծո խոսքով ուղղորդել դեպի այն հանգրվանը, ուր որ իրենք կգտնեն որոշակի լուծումներ։ Հա, ինձ թվում է ավելի հաճախ մտքներով չի անցնում, որ նման բան հնարավոր է։ Շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։ Այսպիսի մի ուրիշ հարց, ինչ վերաբերմունք այդ դեպքում պետք է քրիստոնյան որդեգրի հարսանիքի վերաբերյալ։ Տես Հայկոյի, նորից ես որպես հոգևորական ավելի նախընտրեի խոսել պսակադրության հանդեպ կեցվածքի մասին, բայց փորձեմ հարցից հենց հարսանիքը որպես գլոբալ ծես իր բոլոր դետալներով հանդերձ։ Իմ կարծիքով նախ մենք պետք է առանձնացնենք, որ հարսանիքը որպես ծես արարողություն ունի մի քանի շերտ, կարևոր շերտեր։ Առաջինը ինձ համար հոգևոր եւ բարձրագույն շերտն է, որ Աստծո կողմից օրհնությունն է, այդ երկուսը մեկ դառնալու այդ սրբազան կապն է։ Երկրորդը ազգային շերտն է, որը կապված է մարդու ինքնության, մշակույթի, ինքնագիտակցության հետ որոշակիորեն։ Հայ մարդու մասին եմ խոսում։ Երրորդը կամ բարոյական շերտ, չէ՞ որ հարսանիքը իր մեջ ներառում է նաև որոշակի փոխհարաբերություններ, կամ հարաբերությունների ամենասերտ տեսակն է հարսանիքը ենթադրում սեռական մարմնական հարաբերություններ, եւ կա նաև չորրորդ շերտը սոցիալ հոգեբանական շերտը կա, որը ավելի կապված է մեր կարծրատիպերի, ադատների, այս ընկալումների հետ, որոնք երբեմն լավ են, երբեմն վատ են։ Բոլոր այս շերտերում միակ խորհուրդը, որ ես կտամ, գիտակցվածությունն է։ Հայը պետք է գիտակցի իր շուրջ կատարվող այս 4 շերտերի, այս հարսանիքի երևույթի խորքը։ Երբ որ այդ գիտակցություն ունեցանք, սա ինչ հոգևոր կարևորություն ունի ինձ համար, սա ինչ կարևորություն ունի իմ ինքնության համար։ Այս հարսանիքի ծեսը ինչ բարոյական, սոցիալ, հոգեբանական եւ տարբեր հարցերի իմ առջեւ բացում, եւ թե մարդը այդ հարցերը տվեց եւ այդ հարցերի պատասխաններ ունեցավ կամ կարողացավ ստանալ, ինձ թվում է մենք խնդիրներ ավելի քիչ կտեսնենք հարսանիքների հետ կապված։ Իսկ քանի դեռ մենք ունենք այն շերտը մարդկանց, որոնք հա դե ամուսնանամ կամ կստացվի, չի ստացվի կամ բոլորը ամուսնանում են, ես էլ եմ այդպես ուզում, ամենասարսափելին է, կամ մաման պապան ուզեցին, քիչ առաջ ասեցի, որ հին ժամանակներ ծնողներն են որոշում, այսօր մի քիչ դա վայրի է թվում, բայց կան երևույթներ, ծնողները ուզեցին մենք ամուսնանանք եւ այլն, կամ
հասարակական ինչ-որ պարտադրանքների ֆոնի վրա կատարվել, մենք ունենանք միշտ աղճատվածություն եւ ինքնագիտակցությունից մի փոքր ավելի ավայլի հեռացում։ Այնպես որ գիտակցվածությունը եւ խորամուխ լինելու հասկանալը ով ենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, ամենաճիշտ մոտեցումն է հարսանիքների։ Շնորհակալ եմ Սիրով հարցերից պատասխանելու համար։ Մեր զրույցը ամփոփելու համար ուղղակի հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Լսիր ժողովուրդ հայտագրի եթերում այսօր զրուցում ենք հարսանիքի մասին եւ գալիք մեր նյութերը եւս որոշեցին ընտանեկան թեմաներն են, ընտանեկան տարբեր հարցեր պիտի ներառեն, եթե կա ցանկություն կարող եք ուղարկել ձեր հարցերը, ձեր առաջարկները Ռադիո Արմենի Facebook-յան էջին կամ էլեկտրոնային հասցեին։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Աստված օրհնի բոլորիդ։ Շնորհակալություն, հաջողություն։ Հաջողություն։ Եթերում էր Հայաստան ձայնասփյուռի Լսիր ժողովուրդ հայտագիրը։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայգուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։